Հայոց լեռնաշխարհից եւ Արմնյուզի տաղավարից Սերգեյ Սարգսյանը, Նարեկ Մարգարյանը եւ մի ամբողջ ժողովուրդ քաղաքական երկուծանքի միակ հեռուստաշոու Arm Comedy Բարև ձեզ, դուք դիտում եք Arm Comedy տարածաշրջանի ամենաշաբաթը 3 անգամ դուրս եկող ծրագիրը։ Այսօրվա հաղորդումը նվիրված է ձեզ, մեր դիտողներին։ Այսօր մենք անում ենք ամեն ինչ հենց ձեզ համար։ Իդեպ 3 խոշտանգումների դեմ պայքարի օրն էր, որը փաստորեն մենք բաց թողեցինք, բայց դա չի նշանակում, որ այսօր էլ պետք չի պայքարել դրա դեմ։ Պայքարեք, ուղղակի խելացի պայքարեք, գնացեք սպորտ դահլիճ, մի քիչ ուժ հավաքեք ու մի թողեք ձեզ խոշտանգեն։ Իսկ այսօրվա թողարկման մեջ դիտեք։ Վերջապես կորենանք նոր ՀԴՄ-ներ։ Ինչ կլինի աֆրիկյանների շենքի հետ։ Այդ Գյումրիի տեխնոպարկ։ Ուր է կորել Լարային ռադիոն։ Այսօրվա հաղորդումը ուզում ենք սկսել շատ ուրախ նոտայով։ Ես ասեմ թե դու։ Դե ես էլ կուզենամ, բայց լավ, չգաչուկ։ Լավ։ Հուլիսի 1-ից լինելու են նոր ՀԴՄ կտրոններ։ Այո, կառավարությունը ընդառաջ գնաց բազմաթիվ դեռ չստեղծված քաղաքացիական նախաձեռնությունների կոչերին։ Սկիզբ դրամարկային մեքենաները, ովքեր որ կիրառում են նոր սերնդի, խոշոր խանութների միջին տնտեսվարող սուբյեկտներ հուլիսի 1-ից պարտավոր են ՀԴՄ-ի կտրոնի վրա տպել, թե ինչ ապրանքներ են, ուրեմն իրենք սպառողին տրամադրում։ Այսենց կվերցնեք ՀԴՄ-ն, կնայեք ու միանգամից կիմանաք, թե ինչ եք նոր գնել։ Էլ կարիք չի լինելու սենց նայել զամբյուղի մեջ, կռանալ, ինչ-որ ձեռքով ձեր տալ շոշափել։ Դե քանի որ սա այն նորություններից է, որից դժվար է հագենալ, խնդրում ենք մանրամասները։ Ես ձեզ ուզում եմ տեղեկացնել, որ խոշոր խանութները այդ հարցը իրենց համար լուծել են, ունեն առանձին ծրագրային ապահովություն եւ գնումներ կատարելիս մենք ստանում ենք առանձին թերթիկ, որի վրա նշված է մեր ձեռբերված ապրանքների ամբողջ անվանացանքը։ Մեծերը լավն են, Բայց այն փոքրերը, որ սկի չեն կարողանում մեծ լինեն։ Իսկ ինչ խնդիր ունեն մեծերը։ Բայց դա պետք է տեղափոխել նաև հսկիչ դրամարկային մեքենայի հիշողություն եւ այդ տեղափոխման համար ուրեմն ծրագրային աշխատանքները ավարտված են, սակայն այդ ծրագիրը պետք է ինտեգրվի տնտեսվարող սուբյեկտների հաշվապահական ծրագրերի հետ, ուսուցում իրականացվի, որպեսզի խուսափենք հնարավոր անհարկի ուրեմն պատասխանատվության միջոցների կիրառումից։ Այո, մենք դեռ դուրս չենք եկել երեկվա խոշտանգումների օրվա միջավայրից։ Դրա համար ձեզ մի քիչ սենց լուրերով ենք խոշտանգում։ Բայց մյուս կողմից ախր խոսքը հաշվիչ դրամարկղների մասին է։ Ոստի կառավարության լիազորությունների շրջանակներում առաջարկվում է բոլոր խոշոր խանութների, այն է տնտեսվա 500 միլիոնը գերազանցող խանութների կողմից այս գործընթացի նկատմամբ հսկողությունը սկսել սահմանել նոյեմբերի 1-ից այս տարվա, այսինքն նոյեմբերի 1-ից բոլոր նման սուբյեկտները խոշոր 500 միլիոնից ավելի շրջանառություն ունեցողները պարտավոր են ՀԴՄ կտրոն տրամադրել եւ կտրոնի վրա ծառայության կամ ապրանքի տեսակի անվանումները հստակ գրել, այլ ոչ թե միայն հանրագումարով։ Նոյեմբեր ձեռ եք առնում։ Բա միջև այդ ինչ, պետքա ապուշի նման վզներս կախ այդ հին ԴՄ-ից օգտվենք։ Ազգ ջան, հասկանում եք, չէ՞ ինչի մասին է խոսքը, որովհետև կարող ենք ավելի մատչելի բացատրել։ Կարող ենք։ Դե հենց մենք չէ։ Հարգելի գործընկերներ, նոր սերունդի ՀԴՄ-ները նշանակում են, որ ապրանքներով է կտրոնը տպել, ոչ թե գումարային։ Մխնդիրը, որպեսզի նաև մենք կարողանանք պայքարել փաստաթղթավորման դեմ, այս նոր սերունդի ՀԴՄ-ները շատ կարևոր են։ Ուղղակի ժամկետային առումով խնդիր ունենք, դրա համար ժամկետների տեղափոխումը իրականացվում։ Այ հիմա հասկացանք։ Դե հանգիստ սրտով շարժվենք դեպի ավելի քիչ ուրախ լուրերը։ Բարդ վիճակում է հայտնվել Հայաստանի բարձր տեխնոլոգիաների գոհարը՝ Գյումրին։ Հայկական նանոտեխնոլոգիաների դարբնոց են ժամանել վտանգավոր հյուրեր։ Համաշխարհային բանկի ներկայացուցիչները եկել էին Գյումրիի տեխնոլոգիական կենտրոն տեսնելու, թե բանկի կողմից հատկացրած մոտ 4 միլիոն դոլարով արդյոք ավարտվել է շենքի վերանորոգումը, թե ոչ։ Դրանից էլ կախված էր լինելու հետագա ծրագրերի ֆինանսավորումը։ Ոչ, ինչու եք նրանց տանում տեխնոպարկ։ Տարեք գառնի գեղար, թող տաճարի դեմը մի կտոր խորոված ուտեն։ Ու ոչ մի դեպքում մի ցույց տվեք ոնց է ծախսվել իրենց փողերը, որտեղ ասեց դրանից է կախված հետագա ֆինանսավորումը։ Բայց ասողին լսող է պետք։ Նշեմ, որ այս շենքի կառուցմամբ ազդարարվեց, թե Գյումրիում տեխնոպարկի շինարարությունը մեկնարկեց, սակայն ըստ էության սա ոչ թե տեխնոպարկն է, այլ ընդամենը տեխնոլոգիական կենտրոն, որը զբաղվելու է մասնագետների պատրաստմամբ։ Հա, տեխնոլոգիական կենտրոնն է։ Այդ նորմալ է, կարևորը տեխնոպարկը ցույց դեռ մի տվեք, թող խոդի ընկնի, միջև մտնի հունի մեջ ու տենց 2023 թվին բերեք այդ ռևիզորներին, թող նայեն։
շենքը։ Իսկ առայժմ մի բերեք, հա? Իսկ Գյումրին տեխնոքաղաք կամ տեխնոպարկ դարձնելու նախաձեռնությունը դեռևս թղթի վրա է մնում, կամ ինչպես ասում են, բարի ցանկություն, քանի որ մոտ 50 հեկտար հողատարածքի վրա կառուցվելիք տեխնոպարկը ֆինանսական մեծ ներդրումներ է պահանջում։ Դե հիմա ով կմտածի, որ այդ ներդրումների հետ է կապված լինելու։ Մենք մտածում ենք, դե որ կսկսենք սարքել, մի քիչ կբզբզանք, ինքն իրան փողերը կգան ու կդառնա տեխնոպարկ։ Ոչինչ, Տիգրան Սարգսյանը հիմա մեր դեսպանը կլինի Ամերիկայում ու մեզ լիքը փող կուղարկի։ Կարևորը որ ծրագիրը ունենք, իսկ փողը հենց լինի, կյանքի կկոչենք։ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանից հետաքրքրվեցի, թե ի վերջո երբ է նախատեսվում բուն տեխնոպարկի կամ տեխնոքաղաքի կառուցումը Գյումրիում։ Չգիտեմ, դա ծրագիրը մշակման փուլում է գտնվում։ Ոնց է մշակման փուլում արդեն 7 տարի այդ ուղղությամբ են գնում ու դեռ ծրագիր չկա։ Էս էի ուզում, հա, չգիտեք որ Սերգեյին հուզվել չի կարելի։ Ոնց ծրագիր չկա, ոնց։ Դա մեծ ֆինանսավորում կպահանջի, դա պետք է դեռ մշակվի, պետք է հաշվարկարվի, պետք է ուղղությունները որոշվի եւ ես կարծում եմ տեխնոլոգիական կենտրոնը այս մի տարիների ընթացքում սկսի աշխատել, նաեւ մեզ կհուշի այն հիմնական ուղղությունները, որոնք հետագայում նաեւ կընդլայնվեն այս շենքից դուրս։ Մի խոսքով Գյումրի տեխնոպարկը առայժմ կմնա որպես երազ։ Բայց ինչ երազ։ Այսենց։ Վարդագույն երազ էր։ Իհարկե հավանականությունից այնքան հեռու։ Իսկ ինչպես գիտեք, Տաճատ Վարդապետյանի վարդագույն երազը իրականություն դառավ։ Այնպես որ տարոսը մեզ։ Այո, Arm Comedy-ի վարդագույն երազը Գյումրիի տեխնոպարկն է։ Իդեպ նես չէ, որ տեխնոպարկից ընդհանրապես բան չկա։ Ամեն դեպքում տեխնոպարկ որպես հասկացողություն մի տեսակ թերհավատորեն են մոտենում մարդիկ։ Տեխնոպարկ այսօր հասկանում ենք Գյումրի տեխնոլոգիական կենտրոնը, այսինքն այն շենքը, որը ունենք, այդ միջավայրը եւ հաջորդ քայլը լինելու է ինչպես այդ շենքը, այդ միջավայրը ընդլայնվելու եւ կարողանալու է արդեն իր ծիլերը գցել քաղաքում, որի առաջինը տեսնում եք, հենց տեխնոպարկի հարևանությամբ ունեք Dell-ին կազմակերպության շինարարությունը, այսօր ամերիկյան Digital Pomegranate կազմակերպությունը, որ նստած է շենքում, քաղաքապետը նշեց, արդեն քաղաքում շենք են նայում հենց իրեն համար, որպեսզի իրենք են ընդլայնվեն։ Մի խոսքով շենքերի հարցը լուծված է։ Հա, շենքերի պակաս չի լինի, վերջում էլ կարելի է այդ շենքերը բաժանել անօթևաններին ու համարել, որ ինչ որ բարի գործ են կարել։ Էդ էլ է տարբերակ, բայց ավելի տեխնոպարկոտ ինչ հեռանկարներ կան։ Գաղափարախոսությունը հետևյալն է ստեղծել մի միջավայր, այսինքն հրաբուխի կենտրոն, որ ժայթքումից հետո ամբողջ լավան, այսինքն կծածկի տեխնոլոգիական Գյումրին։ Այդ տեսարանը հիմա աչքիս առաջ է, այնքան շատ տեխնոլոգիա է կուտակվում այդ շենքում, որ սենց պայթում է ու տարածվում է ամբողջ քաղաքով։ Տեխնոլոգիա։ Քան առաջ չանցնենք, առայժմ մենք էս փուլում ենք։ Վարդագույն երազ էր։ Իհարկե հավանականությունից այնքան հեռու։ Իսկ արդյոք համաշխարհային բանկը կօգնի մեզ իրականություն դարձնել մեր վարդագույն երազանքը։ Արդյոք մենք կկարողանանք անել մեր շախմատային J4-ը։ Մենք կշարունակենք մրցունակության զարգացման ծրագիրը, որով կաջակցենք մասնագետների պատրաստմանը եւ աշխատատեղերի ստեղծմանը։ Բզեց Համաշխարհային բանկի ցավն էլ տանենք։ իր բոլոր մասնաճյուղերով։ Աֆրիկյանների տան ճակատագիրը շարունակում է մնալ ահագին անհասկանալի։ Մի կողմից ոնց որ քանդում են, հավաստիացնելով, որ տեղափոխելու են։ Մյուս կողմից մշակույթի նախարարությունը պահանջել է դադարեցնել ապամոնտաժումը, բայց ելի դեմ չի, որ շենքը քանդեն ու ուրիշ տեղ հավաքեն։ Բա ինչի է պահանջել դադարեցնել։ Դժվար է ասել։ Ու այս խառնաշփոթը քիչ էր, մի հատ էլ կա միջազգային կոնվենցիա, որ մենք ստորագրել ենք, որով արգելվում է, որ պատմամշակութային հուշարձանները տեղափոխվեն։ Որպեսզի այդ կոնվենցիային համապատասխանեցվի մեր օրենքը, մենք ուրեմն աշխատանք են տանում եւ Երևանի քաղաքապետարանի հետ եւ այլ կազմակերպությունների հետ, որպեսզի այդ ցանկը ընդհանրապես վերացնեն։ Այսինքն ոնց կոնվենցիան ստորագրել ենք, բայց օրենքները չենք համապատասխանեցրել։ Ամարտը չի հասցնում ազգային ժողովը, հասկանում ես, ուղղակի ֆիզիկապես չի հասցնում, մարդ են, ռոբոտ չեն, ուղղակի այնքան աշխատանք ունեն, որ չեն հասցնում։ Դե հիմա ոնց որ արձակուրդներին էլ բան չի մնացել, պետք է մի քիչ հանգստանան, թե չէ։ Իսկ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը պնդում է, որ ինչ արվում է, մեր համար է արվում։ Բացատրվում է բազմաթիվ անգամ, որ այդ որոշումը ընդունված է Տերյան փողոցը վերակառուցելու, լայնացնելու համար։ Շուրջ 300-400 քառակուսի մետր հանրային տարածք է այդպես ստեղծվում։ Եվ բացի դրանից շենքը ինքը գտնվում է իր
ոչ հարիք միջավայրում։ Դե ստեղ դժվար է Նարեկ Սարգսյանի հետ չհամաձայնվել, շենքը իրոք գտնվում է իրեն ոչ հարիր միջավայրում։ Ինքը գեղեցիկ շենք է, շրջապատված տգեղ, իրար հետ ոչ մի կապ չունեցող ճխտած նորակառույցներով։ Իսկ օրինակ առաջ շենքի միջավայրում էլի իր նման գեղեցիկ, մեկը մյուսի հետ համահունչ, լիքը շենքեր կային, որոնք լավ պետք չի տխուրի մասին։ Իդեպ ոնց որ ուզում են այդ հին շենքերը վերականգնեն հին Երևան կոչված նախագծում, չէ՞։ Շենքը լինելու է շատ ավելի լավ վիճակում, շատ կարճ ժամանակ անց ամբողջությամբ վերակառուցվելու է եւ Երևան ծրագրում իրականացվելու։ Դե դա ֆանտաստիկ լավ բան կլինի, եթե իրոք նույնությամբ վերակառուցվի։ Բայց մի պահ փորձենք գուշակել ինչի են մարդիկ հին Երևան ծրագրին մի փոքր թեր հավատորեն տրամադրված։ Որովհետև այդ 3 տարի այդ ծրագրի մասին խոսում ենք, անverջ ինչ-որ բաներ են խոստացվում, բայց կոնկրետ ոչ մի բան չի արվում։ Ահա հիանալի կադրեր, որ նկարվել են 2.5 տարի առաջ։ Ապամոնտաժված շենքերը օգտագործելով, հա, նրանց ներգրավեմ, հա, ինտեգրեմ ես մեր նոր քաղաքաշինական սիտուացիայի մեջ ու ստեղծեմ մի համալիր։ Շատ շուտով հին Երևան պատմաճարտարապետական միջավայրի կրողներն են դառնալու Աբովյան, Փավստոս Բյուզանդ, Եզնիկ Կողբացի եւ Արամի փողոցները։ Այսպիսով, ժամանակակից բարձրահարկերով կառուցապատումը համադրվելու է 19-ից 20-րդ դարերի 2-3 հարկանի ճարտարապետական նմուշներով։ Նախագծի հեղինակը հույս ունի, որ շինարարական աշխատանքները կսկսվեն արդեն գարնանը։ Դրանից հետո տենց մի 3 գարուն եկավ, բայց ինչի՞ չսկսվեց։ Հրաշալի նախագիծը կա, շենքերը ասում են կա, գումարը կա։ Համեն որ դա շահեկան լինի հատկապես տուրիզմի համար, ցավոք Երևան քաղաքի համայնքային բյուջեն չի բավարարելու այն վերականգնելու։ Աննախադեպ առաջարկություն ունեմ, չի լի սպասենք գումարը գտնվի, նոր քանդենք, որովհետև կարող է տենց էլ չգտնվի։ Արի հորետես չլինենք, էլի։ Առանց այդ էլ վիճակը լարված է, մշակույթի նախարարության դեմ կարող է օգտագործվել ծանր հրետանի։ Կարելի լինելու է, եթե մինչև վաղը, ես այսօր մշակույթի նախարարությունում ասել եմ, եթե մինչև վաղը շինարարությունը չդադարեցվեց, ապա ես Անի Զախարյանս մտնում եմ դատարան եւ տատի եմ տալիս Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին։ Դե չէ, պետք չի միանգամից դատ մատնես չի, որ մշակույթի նախարարությունը ոչ մի բան չի անում։ Օրինակ այն Զվարթնոցի խնջույքից հետո կադրային զտումներ են տեղի ունեցել, լիքը մարդ սկանդալով գործից ազատվեց։ Լիքը մարդ։ Դե մի հոգի, բայց շատ բարձր պաշտոնյա։ Ինչքան բարձր։ Մասնաճյուղի վարիչը։ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հրամանով մասնաճյուղի վարիչ Վարդան Գրիգորյանը պաշտոնից ազատվեց։ Տեսնում ես, հետո չասես, որ ոչ մի բան չի արվում, ամեն ինչ ձևական է։ Լավ, պատկերացնենք, այդ մի ազատելը ձևական չի։ Մի քանի օր անց, սակայն նույն պաշտոնում նշանակվեց նրա որդին Գագիկ Գրիգորյանը։ Հա, լավ, օքեյ։ Նա վարիչի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել, իսկ նոր վարիչ նշանակելու համար ՊՕԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Պողոսյանը 3 ամիս ժամանակ ունի։ Տեսնում ես, ընդամենը ժամանակավոր նշանակում է, մինչև ավելի հարմար մարդ չգտնեն։ Դե մի հատ նայեք այդ աշխատանքից ազատված ուրիշ ինչ լավ բարեկամ ունի, մի հարմար քեռակին, մի հոյակապ աներձակ։ Իսկ քանի մենք սենց հանգիստ զրուցում ենք, երկրում տեղի են ունենում մտահոգիչ իրադարձություններ։ Այս հին չարիքի վերջը մեկ ընդմիշտ տալու համար առաջին ռազմայնասիրականը նկարել է սոցիալական գովազդ։ Հա, այդ մեր հիմնական զենքն է, էլի ոնց որ։ Մենք որպես հայ մարդ հաճախ խնջույք ենք անում մեր ընկերների եւ բարեկամների հետ։ Որոշ խնջույքների ժամանակ մենք ստիպված ենք բախվել լուրջ խնդրի։ Այդ խնդրի մասին մենք երկար տարիներ լռել ենք։ Բայց այսօր չենք լռելու։ Քեֆերի ժամանակ մորքուրները, հորքուրները հաճախ պաչում են մեզ, բայց դա չի խնդիրը։ Խնդիրը պաչելուց հետոն է։ Վայ, Վլադիսլավ Մորակույր, բարև, բարև։ Մհերիկ ես ոնց ես մեծացել, արի։ Վայ, ես պամադա արեցի, վերջտեղ Եվ այդ նույն մորքուրը պաչելուց հետո մեկ էլ սկսում է սրբել այսենց հանցանքի հետքերը եւ այո, դա ազդում է մեր տրամադրության վրա։ Իսկ հիմա կառուցողական առաջարկ բոլոր հայ մորքուրներին եւ հորքուրներին օգտագործեք այն չկպնող շրթներքը կամ կիրառեք թուշ ընդ թուշ համակարգը պաչելու համար։ Դե այն որ լինում է թուշ հպում, ոչ թե շուրթեր թուշ հպում։ Դե կամ էլ պաչեք, բայց հետո թողեք ինքներս սրբենք էլի, որովհետև դուք շատ կոպիտ եք անում դա։
Վայր ո՞նց ես փոխվել Մհերիկ ջան, արի մի հատ էլ պաչեմ էլի ո՞նց Վլադիսլավ Մորակույր գոնե թուշն Ինչ թուշն արիստեղ հլը Դե բեր սրբեմ պամադա Չէ նորմալ է ոնց դե պարտարի Չի սրբել, չէ Եկեք գոնե այդ սրբելու պահը լինի կաղմավոր, այլ ոչ թե պարտադիր 21-րդ դարն է վերջի վերջո Իսկ մենք այսօր ունենք հյուր, որը բացի նրանից, որ մի հիանալի անձնավորություն է, այլև կօգնի մեզ բացահայտել ինչ-որ բաներ։ Այո, ռազմիկ Չխփունցը մեզ կներկայացնի միջազգային խոշտանգման օրվա նվիրված միջոցառումները։ Շնորհակալություն պարոն Չխփունց, որ չեք մերժել մեր հրավերը եւ այսօր այստեղ մեզ Այո, հավատացեք, շատ հաճելի է, ավելի հաճելի է հարցազրույցներ, քան թե խոշտանգել։ Մլենա, զզվում եմ դրանց բշտիկներ են առաջանում, հոգնածություն ընդհանուր sense տհաճ ինչ-որ զգացում է, էլի։ Հասկանալի է։ Լավ, ինչ է արվում Հայաստանում, որպեսզի այդ խոշտանգումների դեմն առնենք, մասնարարպես իրավապահներից հաճախ բողոքում են։ Այո, այնտեղ կան արդեն բարեփոխումներ, պետք է ուրախությամբ ասել, որ արդեն մի քանի անգամ թարմացրել ենք համազգեստը, նոր համակարգիչներ են գնել տարբեր սենյակների համար, աստվածաշունչ ենք բաժանում խոշտանգվողներին։ Շատ լավ, բայց կարող ենք վստահ ասել, որ դա իրոք ազդում է իրավիճակի վրա։ Գիտեք ոնց, ես բոլոր թերահավատներին խորհուրդ կտայի կարդալ Պաուլո Կոելյո։ Պաուլո Կոելյո երևի նկատի ունեք։ Երկուսն էլ կարող եք կարդալ, իրենք փոխլրացնող են։ Ուրեմն ինքը sense տողեր ունի, որ եթե ինչ-որ բան շատ ես ուզում, ապա պետք է շատ ուզենաս եւ ամբողջ տիեզերքը քեզ կօգնի։ Դրա համար եթե խոշտանգյալը չի ուզում խոշտանգվի, թող շատ ուզենա, որ դա չլինի, ու տենց ոնց որ մենք էլ ինչով կարողանանք կողքից կօգնենք։ Լավ է, իսկ ինչ-որ նոր բարեփոխում պլանավորում եք։ Այո, իհարկե մենք անընդհատ շարժվում ենք առաջ եւ շուտով MacBook Air երևի կգնենք մեր աշխատակիցներին։ Վաու, շնորհակալություն հարցազրույցի համար, կարճ, բայց բովանդակալից կհանդիպենք քիչ անց։ Իսկ մեր սեփական թղթակիցը Երևանում։ Երևանում մենք սեփական թղթակից ունենք։ Դե մհեր է էլի։ Մհերը մեր թղթակիցն է։ Ես հենց դա էլ ասում եի։ Գիտեք, մեր ռեպորտաժը լարային կամ լարերով ռադիոյի մասին։ Այդ լարայինը դեռ կա։ Շատերիս տատիկի կամ պապիկի կամ ուղակի հարևան թոշակառուի տանը տեսել ենք այս սարքը՝ լարային ռադիոն։ Ու այսօր այդ մարդկանց լավագույն ընկերներից մեկը, եթե ոչ լավագույնը, գրանցվել է անցյալում։ Հունիսի 1-ից անջատել են, վերջ, էլ չի լինելու։ 36 տարի շարունակ շենքում ռադիո ա եղել, ոնց կարելի է հիմա այդ ռադիոները հանել։ Ռադիո վերջին հաշվով արդեն ինքնըստինքյան պատմություն ունի, հələ մի հատ 70 տարվա պատմություն ունի ռադիոն։ Տղա ջան, խնդիրը մեր ռադիոյի խնդիրն է, մենք այսօր ռադիո ունենք, որպես ապարատ ունենք, բայց չի գործում, ձայն չկա, ձայնը կորել է հունիսի 1-ից։ Ես հետաքրքրվեցի, ինձ տեղեկացրին, որ քաղաքապետարանի որոշմամբ դա համարել են ավելորդ շռայլություն, ծախսատար քաղաքային ցանկը, Սա ավելորդ շռայլություն։ Հա, որովհետև մարդիկ ծառայություն է, հիմնարկություն է, սպասարկում են, կան աշխատողներ, որոնց վճարում են եւ ամեն դեպքում հիմնարկություն է, որը ծախսեր է անում, իրանց համար շռայլություն է, ծախսերը չեն կարողանում փակել։ Դե բա իսկականից այս նեղ պայմաններում այդ մարդիկ ոնց ռադիոյով զբաղվեն։ Բայց դուք գիտեք քաղաքապետարանին հեշտ է, օրինակ, հիմա մանավանդ ասֆալտապատման սեզոնն է սկսել, ներկերի սեզոնն է սկսել, էլ չեմ ասում, որ այդ մեծ մեգա թիթեռներ իրանք պետքա տեղադրեն ամբողջ քաղաքում։ Ես հասկանում եմ, ծախսատար է, բայց տախր շեշտ կա, որի համար անհրաժեշտություն է։ Մի ժամանակ 100 դրամեր դարձրեցին 200 դրամ։ Թոշակառուն իր 15,000, 20,000, 30,000 թոշակից 500 դրամ սիրով ամիսը կտրամադրեր։ Այո, նրանք պատրաստ են կրկնակի ավել վճարել, միայն թե չանջատեն։ Իսկ ինչով են տարբերվում սովորական ռադիոընդունիչները լարայինից։ Ես այս երկրի քաղաքացին եմ, բալա, քաղաքացի եմ, ուզում եմ լիարժեք քաղաքացի լինեմ, նաև քաղաքական կյանքին տեղյակ մասնակից չլինեմ, բայց հաղորդակից լինեմ։ Ես լսում եի ազգային ժողովի բոլոր հաղորդնիստերը, լսում էի, որտեղ աշխատուկնյայում եմ, իմ համար խոհանոց եմ, տնային տնտեսուհի եմ։ Ուղիղ եթերով նիստերը։ Ուղիղ եթերով նիստերը լսում եմ, այդ նիստերը լսում ենք մենակ այս ռադիոյով, ռադիոընդունիչով, հանրային ռադիոն, դա չի հեռարձակվում։ Իսկ գուցե հենց լավություն են արել ձեզ, որ էլ չլսեք ազգային ժողովի նիստերը։ Իսկ Տիկին Սիլվան ունի 3 ընդունիչ՝ խոհանոցում, լոգարանում ու զուգարանում։ Այստեղ ամուսինը սարքել է, այստեղ փոքր հարմարա շատ չի երևում եւ շատ սիրուն է։ Ու ինքը գորոշուց չի փչանում, հա ոնց։ Չէ։ Շատ լավն է։ Այս պլակատը ինչի համար է։
Չգիտեմ, ամուսինս շատ էր սիրում կանանց։ Հա, իրակապցրածն։ Իրակապցրածն, հա, տենց էլ թողելով մնացել է։ Ռադիոյի անջատումը ազդել է նաև Բակի խանութի եկամուտների վրա։ Առևտուրի վրա ազդել է խանութի, այդ ասեք։ Առևտուրը դե թարմամբ կարելի ասել չկա, բայց որոշ չափով ազդել է, իհարկե։ Գուցե շատերին դեռ թվում է, որ Լարային ռադիոն անցյալի երևույթ է ու պետք չէ դրա վրա գումարներ ծախսել, բայց դրա անջատելը նույնն է, ոնց որ 21-րդ դարի մարդու ինտերնետը, ինչ որ մեկը գա ու սենց որոշի, որ վերջ դա անցյալում է ու սենց անջատի։ Այս սենց հետևանքներ է ունենում դա։ Այս սենց հետևանքներ։ Այո, ինտերնետն է անջատում։ Հա։ Լավ, նորմալ է, գնա ջուր բեր։ Դու գնա ջուր բեր։ Նույն բանն է, լրիվ նույն բանն է։ Ուրա է, լավ, ուրա։ Կարող եք որպես պատասխան քայլ անջատողներին գնաք իրանց տուն ու սենց ինտերնետի լարը քաշեք, ասեք վերջ։ Կարելի է ճիշտ է։ Այնպես որ պատասխանատուներ ջան, ում հետ այդպես էլ չկարողացանք ոչ մի կերպ կապ հաստատել։ Մի զրկեք այս մարդկանց իրենց լարային ընկերոջից։ Ես ունեմ անակնկալ։ Դեռ չի կորցրել հայրենի գյուղ վերադառնալու հույսը։ Մեհեր ջան, շատ լավ է։ Ես գիտեմ, հիմա այս տեխնիկայի դարում ամեն ինչ էլ հնարավոր է, ժամացույց էլ կարող եք կապեմ ու ռադիո ունենամ, հասկանում եք, բայց էլի եմ կրկնում, ռադիոն ուներ միակ եզակի այն հնարավորությունը, խոսքը քաղցանցի մասին էր, որտեղ մենք լսում էինք ազգային ժողովները։ Հա, դե մեկ էլ մայստրոյի քաղցր ձայնը լսելու հնարավորությունից նույնպես։ Ու մի բան էլ, եթե այդ կողմերով անցնելիս լինեք, աշխատեք լինել մաքսիմալ կոնսպիրատիվ։ Եթե պատասխանատուներից մեկը մտնի ձեր խանութ, ոնց կդիմավորեք իրան, ոնց կճանապարհեք, թող իմանան հենց հիմա։ Շատ վատ։ Շատ վատ։ Շատ վատ։ Մհեր Խաչատրյան հատուկ բոլորիս համար։ Իսկ Arm Comedy-ն այսօր այսքանն էր։ Վերջում դիտեք օրվա վիդեո բոցը։ Գործի համար ենք նստած, մի արարքի համար ենք նստած։ Ծանր մարմնական վնասվածք։ Ենք հասցրել մի աղջկա։ Մի բան կասենք, որ այդ աղջիկը հիմա վատ առողջ չի, լավ վիճակում է, ուղղակի մենք այստեղ անտեղի տեղը կալանք ենք գրում, թե ինչի համար մենք էլ չգիտենք։ Oh, that sharp babe has such teeth, dear, and it shows them a pearly white. Just a jackknife, where's all of my keep the baby, and he keeps them out of sight. Do you know where that shark bites? Ժամանակ առ ժամանակ Arm Comedy-ն արձանագրում է հաջողության պատմություններ։ Մեր երկուշաբթի թողարկմանը մենք քննադատեցինք Արմեն Աշոտյանին, քանի որ նա հրաժարվել էր դիմորդի հետ սելֆի անել, եւ ահա մի քանի օր անց արդյունքը։ Այսքանից հետո փորձվի չընդունվի այդ դիմորդը։